Նայրի ձեր տանը տեղի ունեցած իրադարձություններից հետո, հարցակումից հետո, որ ձեր վրա տեղի է ունեցել, քննչական կոմիտե են հրավիրել, ինչ գործընթաց է իրականացվում։ Այո, մայիսի 31-ին իմ տան վրա կազմակերպված խմբակային հարձակում էր եղել, քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու անդամներ հարձակվեցին իմ տան վրա, խուլիգանության հոդվածին համապատասխանող բոլոր գործողություններն արեցին, հանրային անդորը խանգարող գորգորոսներ, հայհոյանք, սպառնալիքներ, բռնության գործադրում, առևանգման փորձ, այսինքն ամեն ինչ փորձեցին, ամեն ինչ արեցին։ Առևանգման փորձ է, ինչպես է դրսևորվել։ Դե փորձեցին հրելով դեպի մեքենան տանել, իրենց մեքենան, որը ես դիմադրեցի ու սկսվեց արդեն այդ բռնության գործադրումը, հարվածներ, տարբեր ձեռքերով, ոտքերով։ Մի խոսքով, որտեղից են իրենք ձեզ ճանաչում եւ ինչն է հիմք հանդիսացել այդ իրադարձության։ Այդ մարդկանցից մեկին ես անունը գիտեմ, Ոմն Գևորգ, եթե չեմ սխալվում, ազգանունը Խաչատրյան, այո, այդ տարածքից է։ Մյուսը ներկայացել էր որպես իր որդին Նորակերտ գյուղը։ Եվ այս մարդիկ ինձ մեղադրում էին, որ ես իբրև թե վիրավորական արտահայտություններ եմ հնչեցրել իրենց նկատմամբ, իրենց կուսակցության նկատմամբ եւ այլն, պահանջեցի ապացույց ցույց տալ, որ ես վիրավորել եմ, չկար, բնականաբար ոչ մի նման բան չկար։ Իրենք սկսեցին հայհոյել Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, պահանջեցի առաջին հերթին իմ տան մոտ հայհոյանքներ չհնչեցնել, երկրորդ հերթին հարգալից լինել այլ անձանց նկատմամբ։ Իսկ եթե ուզում են ինչ-որ մեկին հայհոյել, թող գնան այդ մարդու ներկայությամբ հայհոյեն կամ նրա կուսակցության ներկայացուցիչները իրենք կտեսնեն ինչպեսի պատասխան կստանան։ Դրանից հետո սկսեցին արդեն ինձ ուղված սեռական բնույթի հայհոյանքներ, հարվածներ, բնականաբար հարվածները եղան նաև փոխադարձ, ես չէի կարող կանգնել եւ սպասել, որ իրենք ինձ միայն հարվածեն։ Եվ սա էր, ընդհանուր առմամբ սա էր, ինչ տանը խոզարկություն է իրականացվում։ Այսօր, այո, այսօր է եղել խոզարկություն։ Ոչինչ չեն հայտնաբերել, որպես այդպիսին, ինչի համար եկել էին, չեն հայտնաբերել, եթե չեմ սխալվում, բան են գտել, տիրի այդ փոքրիկ փամփուշտ էլ չէ, չգիտեմ դա ինչա կոչվում է։ Որտեղից է հայտնվել ձեր տան Բաքում։ Բաքում չէ, տանն է, դե բոլորի խանութներում վաճառվում են դրանք, այնպես չէ, որ դրանք թույլատրելի բաներ են։ Այսինքն դուք էլ կարող եք մտնել խանութից գնել դրանցից, ինչ որ Կիրառել եք դա։ Որտեղ։ Երբևէ թե Այո։ կոնկրետ այն ինչը որ գնել եմ։ Չէ, բացարձակ։ Դեպքի շրջանակում ես ոչ մի զենք չեմ կիրառել, այդ ինչի։ Ատրճանակ էր հրապարակվել, դա ինչ է։ Դա երեխաներիս փոքր ժամանակվա խաղալիքներից էր։ Դրանով եք ահաբեկել, վախեցրել։ Ճակերտավոր, այո։ Տեսեք, քանի որ ես գիտեմ ում հետ գործ ունեի, այդ ոչ թե կոնկրետ անձանց, այլ որ այդ մարդիկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից են։ Իսկ մենք լավ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը իր շուրջը ում է հավաքում։ Հիմնականում հավաքում է այսպես կոչված աբիժնիկ, այսպես կոչված ատելության դրդումներ ունեցող մարդիկ, որոնք այսպես գործ տվող, հա, եւ ենթադրում էի, որ այս մարդիկ պատահական չէ որ գալիս են իմ տուն, ինչու են գալիս իմ տուն, հաստատ չեն գալու ինձ շնորհակալություն հայտնեն, որ ես իրենց առաջնորդի դեմ պայքարում եմ։ Եվ զուտ մտածելով, որ ինչ որ մի ձևի սրանց ոնց որ ասում են շանհետ ընկերություն արա փայտը ձեռդ պահի։ Տեղեկություն կա, որ ինչ որ պաստառի պատմությունից է առաջացել վեճը։ Ինչ պատմություն։ Նախ այդ մարդկանց հետ ես վեճ չեմ ունեցել բացարձակ։ Ես այդ մարդկանց Պայքարել եք, որ Նիկոլ Փաշինյանի պաստառը չփակցնեն արգելված վայրում։ Այո։ Ո՞րն է եղել այդ վայրը։ Մանկապարտեզի պատին փակցրած են եղել։ Ես խոսել եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, այնուհետև նաև նրանց միջոցով ոստիկանություն եւ եկել փոկել են այդ պաստառը։ Ինչը զայրացրել է նրանց։ Եվ ոչ միայն, եւ ինձ տեղեկացրել են, որ արդեն համայնքից, որ Ոման Լուսինե, թե Լուսո, նա է պատասխանատու, եկել, փոկել եւ փակցրել է գոմի պատին։ Ես այդպես էլ գրել եմ, որ Ոման Լուսո տեղափոխվել է գոմի պատին։ Գոմի պատին, այսքանը։
Սա է ամբողջը, իհարկե մարդիկ շատ ուրախացել են, որ այո, իր արժանի տեղն է գտել, սա է եղել ամբողջը։ Հիմա ես վստահ եմ, ճիշտ է, փաստեր չունեմ, բայց կասկածում եմ, որ դա ինքնագլուխ արարք լիներ, դա ավելի շատ ուղղորդված էր, որովհետև անմիջապես հետո վազել են իմ դեմ են բողոք գրել, թե ես իբր զենք եմ կիրառել իրենց նկատմամբ։ Ընդհանրապես այդ խաղալիքը, որը գրպանս էր, մտածում էի, ասում եմ, սրանք որ եկել են, սրանք բարի նպատակով կամ ուղղակի Ենթադրում եք, որ կգան եւ դա պահել եք ձեր գրպանում։ Չէ, ես ոչ թե ենթադրում էի, որ կգան, այլ որ զանգահարեցին ինձ եւ ասացին, որ գալիս են ինձ տեսնելու իմ տանը։ Տեսա դիմաց այդպես բանին, պատի վրա այդպես բալկոնում դրված էր, երեխաները երևի խաղացել են բան այդպես եւ այլն։ Վերցրի դրեցի գրպանս, ասի, որ հանկարծ սկսեն ինչ որ վայրահաչել, հանեմ ցույց տամ, թող փախնեն։ Սա է եղել, ու իրոք հանել ցույց եմ տվել, իրենք փախել են, ուրիշ բան չի եղել։ Հետո գնացել են, լացել են, թե ես իբր զենք եմ կիրառել իրենց նկատմամբ։ Կարող եք նկարագրել պատկերավոր ինչ տեղի ունեցավ, երբ նրանք հարձակվեցին ձեր տան վրա եւ առերեսվեցիք նրանց հետ։ Հարվածներ ստացել եք։ Այո, հարվածներ իրենք հարվածել են երկուսով, գլխիս, մարմնիս տարբեր հատվածներին, բնականաբար ես պատասխանել եմ, ես հիշում եմ, որ իմ հարվածից այդ Գևորգը ընկավ, ես էլ եմ ընկել, ընդհանուր առմամբ շատ մանրամասներ չեմ հիշում, որովհետև տեսեք, երկուսով հարձակվել են ինձ վրա, ուղղակի մի պահ հիշում եմ, որ հարևանները վազելով եկան, կանայք, տղամարդիկ, 10-ից ավել մարդիկ եկան, սկսեցին գորգռալ սրանց վրա, ամոթանք տալ, սրանք ամենաայլասերված հայոյանքներն էին հնչեցնում, այդ մարդիկ սրանց այդպես քաշեցին մի կողմ, ես որ սրանց ոնց որ մի պահ ձեռքից ազատվեցի, այդ այսպես կոչված ատոմային ռումբը, ինչպես իրենք են երևի ներկայացնում, այդ խաղալիքը հանեցի, ասի փախեք այստեղից։ Բառացիորեն փախան, բառի բուն իմաստով փախան։ Եվ այդպես նստած հարևանների հետ արդեն զրուցեցինք, սուրճ խմեցինք, ասացի, որ սրանք սրիկաներ են, բայց այդ փախնելու ընթացքում թե մենք դեռ գալու ենք քո հետևից, մենք դեռ գալու ենք քո հետևից, դու այստեղ չպիտի ապրես եւ այլն, նման բաներ։